Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով են այսօր լռում արևմուտքում եվրոպական կառույցները։ Սիրուն խոսեմ բացվեք նկարը։ Որն է քաղաքական նպատակահարմարությունը այս փուլում, արդյոք արևմուտք գծի վրա բերել Հայաստանի Հանրապետությունը հյուսիս-հարավից կտրելով։ Տեսեք, կարող ենք երկար հիմա խոսել աշխարհաքաղաքական փոփոխությունների, Հայաստանի դերի եւ Հայաստանից ակնկալվող զիջումների նպատակահարմարության մասին, բայց չեմ ուզում այսօր շատ կենտրոնանամ հենց այդ խնդրի վրա, թեպետ ձեր մատնանշած խնդիրը կա, այո։ Հայաստանը այսօրվա ղեկավարության դեմքով ներկայանում է աշխարհին, հատկապես արևմտյան երկրներին, որպես ամեն ինչի պատրաստ երկիր, երկիրով պատրաստ է սեփական շահերը ուրանալ, սեփական արժեքները մոռանալ։ Ես մի բան ձեզ ասեմ, էլի, տեսեք, շատ բաց խոսում ենք։ Հակառուսականություն կարող է լինել տարբեր երկրներում։ Տարբեր երկրներում այդ հակառուսականությունը կա։ Բոլոր երկրներում բացի Հայաստանից հակառուսականությունը ազգային է, այսինքն ուղեկցվում է ազգայինի արժևորմամբ, ազգայինի մասին միֆեր, լեգենդներ, քարոզչություն անելով։ Միակ երկիրը, որի գլխին ջարդվում է ապազգային հակառուսականությունը, դա Հայաստանն է։ Այդ հարցը չի ծագում մեզ մոտ, ինչու՞։ Չէ՞ որ կարելի է լինել լիբերալ եւ արևմտամետ եւ լինել ազգային։ Ինչպես բազմաթիվ Հայաստանում գործիչներ այդպիսիք եղել են, կան եւ վստահ եմ կլինեն։ Օրինակ Ռաֆի Հովհաննիսյանը եւ լիբերալ է եւ ազգային է, եւ արևմտամետ է եւ ազգային, եւ այդպիսի բազում անուններ գիտենք։ Ինչու է այսօրվա իշխանությունը ասում մենք արևմտամետ ենք կամ իրականացնում է այդպիսի գործողություններ, որը միաժամանակ ապազգային է։ Ակնհայտ է, որ հիմնական թիրախը ապազգայնությունն է, ոչ թե գեոպոլիտիկ վեկտորը։ Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր բանը ջնջել հայի օպերատիվ, այսպես ասած, հիշողությունը եւ երեկվա նախարարի ասուլիսը արդեն հիշատակեցի, դա մի խայտարակությունների շարան էր, բայց մարդը խոստովանեց մի կարևոր բան, եկեք մերսի ասենք իրան, հա, ասեց հետեւյալը, երբ որ փորձում էր հիմնավորել թե ինչու են կալանքները այդքան շատ, ասեց շատ քիչ մարդ է հետո արդարացվում դատարաններով։ Առաջինը դնում ենք մի կողմ, որ դատական իշխանությունը կախյալ է եւ իրանց կայացրած վճիռները քաղաքականացված է։ Այսինքն տիկին նախարարը երեք խոստովանել է, որ կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ պատժի։ Եթե նա կալանքի փաստը կապում է հետո վերջում մեղադրական դատավճռի հետ, նա ընդունում է եւ իր ենթագիտակցությունը Ֆրեյդով այսպես ասածի հայտ է գալի, որ այդ կալանքները պատիժ են, ոչ թե խափանման միջոց։ Այն ինչի մասին մենք խոսում ենք, այն ինչի մասին խոսում են խիղճը չկորցրած իրավապաշտպանները։